Հայկ ջան, երկրորդ անգամ է ինչ ձեզ բերման են ենթարկում, կպատմեք ինչու ձեզ բերման ենթարկեցին, ինչ պայմաններով պահեցին, հետագայում իրավական մեղադրանք ձեզ առաջադրվեց, թե ոչ։ Դե որ ճիշտ ասեմ, առաջին անգամ բերման չեն ենթարկել, եթե եկեղեցու մասին է խոսքը, այս անգամ էլ կարելի ասել բերման չենթարկեցին, ուղղակի հեռացրեցին այդտեղից ահագին հեռու։ Տարան մանումենտ իջացրեցին։ Ու վերջ, դրանից հետո ոչինչ տեղի չունեցավ։ Չէ, հələ որ ձենձուն չկա։ Հասկացա։ Այս անգամ ինչ էի կարել, որ ձեզ բերման ենթարկեցին։ Կաթողիկոսի անունն էինք հնչեցրել, մենակ ես չէի, ես էի Հովհաննես Իշխանյան, այդ բան իրար կողքին կանգնած։ Այն հատվածը, որ պետք է հնչեր կաթողիկոսի խոսքը, այդ զեղչված էր, ոնց որ ակնկալում էինք, որ պետքա տենց լինի ու այդ բան մենք որոշեցինք հնչեցնենք իր անունը, քանի որ դա ճիշտ չի, քաղաքական է այն ինչը որ այնտեղ կատարվում էր, իրանք քաղաքական ակցիայով էին կարելի ասել հանդես գալիս, իմ համար գոնե դա քաղաքական այնտեղ կրոնական ոչինչ չկար։ Հայկ ջան, նշեցիք, որ պատարագի մեջ քաղաքական ակցիա էիք տեսնում, բայց որքանով է օրինակ ձեզ համար կարևոր Գարեգին II անվան հիշատակումը, որն է դրա խորհուրդը ձեզ։ Գարեգին II անվանակոչելը որն է խորհուրդը, եւ ավելի հստակ խորհուրդը որն է դրա ճիշտ կլինի, օրինակ, չգիտեմ, հոգեվորականներին հարցնել կամ ավելի կոմպետենտ մարդկանց։ Իմ ավելի կարևոր էր ինչ պայմաններով է այդ անունը զեղչվում, որտեվ դա ուղղված էր ըստ իրենց, չգիտեմ, եկեղեցու բարենորոգման, ըստ ինձ դա ուղղված է եկեղեցու դեմ, եւս մեկ հենարան հայ ինքնության, հայոց պետականության խարխլելու ու ոնց որ դա պետքա տեղի չունենա։ Ասեմ, բայց այնտեղ մենակ ես ու Հովհաննեսը չէինք, էլի մարդիկ կային, ովքեր անվանականչում էին, ուղղակի երևի որոշեցին մեզ հանեն, ու ինձ ոնց որ ի սկզբանե աչքի տակ էին առել, Հովհաննեսն էլ որ սկզբից սկսեց գոռալ, մի անգամից երկուսիս հանեցին։ Ես կրոնական խորհրդի մեջ չեմ մտնի, թե ինչի համար պետքա կաթողիկոսի անունը հնչի, ասենք կաթողիկոսի անունի հետ իրանից հետո կամ առաջ նաև այլ մարդկանց անուններ է հնչում, բայց թե ինչի չի հնչում, այ դա է կարևոր։ Եթե օրինակ, չգիտեմ, եկեղեցին որոշի, որ պետք է օրվա կաթողիկոսի անունը չհնչի, դա հարցի լրիվ մյուս կողմն է, բայց եթե կարգը տենց է, դες պետք է լինի, ու քաղաքականությունը չպիտի որոշի կաթողիկոսի անունը հնչի, թե չէ, ուստեղ բնավ հարցը ինչի կաթողիկոսը Գարեգին II-ն է, թե չէ։ Հարցն է, որ եկեղեցու կարգն է տենց։ Նշեցիք, որ ձեզ տարան ընդամենը հեռու տեղ եւ բաց թողեցին։ Որտեղ ձեզ բաց թողեցին։ Մանումենտում։ Ինչ ասացին, որ բաց թողեցին։ Բան ուղղակի ասեցին մեզ ասել են բերենք թողենք ստեղ, որ հեռու լինես ընդեղից։ Ինչ ուզում ես արա։ Հետ չգնացիք եկեղեցի։ Դե չէ, միջև ոտ-ոտ իջնենք, իմաստել չուներ ինչ պետք էր անելու ասելու, արեցինք, ասեցինք։ Հովհաննեսին է բերեցին այդ տարածքում իջեցրեցին։ Հենց հանդիպեցինք ոտ-ոտ Կասկադով Սիրուն իջանք ներքև։ Ու այդ բանը աշկեր առնում, որ վերևից օպերան չէր երևում այդ փոշու կեղտի մեջ։ Նման բան էլի կանեք, եթե պատարագի մասնակցեք ու կաթողիկոսի անունը զեղչվի։ Դե նայեք, ինքնանպատակ չի այդ ամեն ինչը։ Հիմա օրինակի համար ես այս անգամ որ գնում եմ, այն ակնկալիքով էի ունում, գնում կարող ներս էլ չթողեն մտնել, որովհետև մարդ եղել է, որ չեն թողեն ներս մտնի, ինչ ուշացած է գնացը։ Պետքա նայեք, հիմա ասում եք դուք կանեք, երբ որ առաջին անգամ Հովնանավանքում գնացի, երբ որ այդ հարցը տայք հաջորդ անգամ կանեք, էլի կասեի, չգիտեմ։ Որտեղ նույն հաջողությամբ հաջորդ Կիրակի էլի Հովնանավանք են գնացել, ես չէի գնացել, որովհետև ոնց ասեմ, այդ պարագայում իմաստ չէի գտնում գնալու, այստեղ հարցը այլ է, արդյոք որ երկրորդ անգամ կարիքը լինի, այլ մարդիկ եւս կբարձրաձայնեն այդ հարցը, թե չէ, որտեղ մենակ Հայկով չի այդ ամեն ինչը։ Ես գնացել եմ, որտեղ ես տենց եմ ճիշտ գտել, արել եմ, արդյոք այլ մարդիկ էլ ճիշտ կգտնեն կանեն, դա է կարևոր։ Հարցը դա է, թե չէ Հայկը այսօր կարող անի, վաղը չանի։ Հայկը կարող է, չգիտեմ, ինչ ասեմ, Իրանա ցույց տալիս օրինակի համար։ Ես այդ նկատառումով չեմ ասում, այդ նկատառումով եմ գնացել, բայց ինչ որ մեկի մտքով է կարող անցնի Հայկը դե Իրանա ցույց տալիս, ինչ որ չգիտեմ, բայց
Արդյոք այն այլոք էլ ովքեր որ գտնում են որ պետքա այդ քաղաքական ճնշման տակ նման փոփոխություններ չլինեն եկեղեցում, կաթողիկոսի անունը չզեղչվի, նման հարցեր պետքա չլինեն, արդյոք իրանք էլ են գնալու իրանց ձայնը բարձրացնեն այնտեղ թե չէ։ Չնայած ասեմ այդ դեպքից հետո որոշակի արձագանքներ տեսա նույն այդ Facebook-ում, որ կային մարդիկ ասում են, որ հաջորդ անգամ իրենք էլ ներկա են գտնվելու ու բարձրաձայնելու են կաթողիկոսի անունը, եթե զեղչված լինի։ Ինձ դա ավելի շատ է ուրախացնում, քան այն, որ օրինակ իմ անունը այդ իրողության հետ կապվա, օրինակ Հայկը գնաց բարձրաձայնեց կամ Հովհաննեսի հետ բարձրաձայնեցին իր անունը։ Համար ավելի կարևոր է, որ եթե հաջորդ անգամ անհրաժեշտություն լինի, այնտեղ ոչ թե լինի 1, 2, 3, 4 հոգի, այլ շատ ավելի շատ ու ոչ մի աղացական կամ ոստիկանություն չկարողանա այդքան մարդու եկեղեցուց անի։ Ընդհակառակը, ինչու՞ չէ, ոնց որ ասում եմ, այդ ֆոնի վրա այն մարդիկ, ովքեր որ կազմակերպում են նման միջոցառումներ, իրանք ստիպված դուրս գան։ Հայկ ջան, դուք հասարակական կարծիքի մի մասը արտահայտեցիք նշելով, որ մարդիկ միգուցե մտածեն, որ դուք ձեզ եք ցույց տվել, օրինակ դուք հայտնի եք ձեր քաղաքական ակցիայով, Ազատության հրապարակում ամեն օր քաղաքական ակցիա եք իրականացնում ու մարդկանց մտքով կարող է նաև անցնել այն հանգամանքը, այն միտքը, որ դա դրա շարունակությունն էր ու դուք այդ կերպով փորձել եք մարդիկ ներգրավել ձեր քաղաքական ակցիային կամ թեև քաղաքական հայտնիություն ձեռք բերել, ինչ կասեք նման։ Անցած անգամ էլի դուք նմանատիպ հարց տվեցիք, ասեցիք նախկիներն են, ուղղակի ես ասեցի հա, տենց էլ կա։ Դե եթե այդ հարցը հիմա էլ այդ հարցն եք հնչեցնում, հա, տենց էլ կա։ Այսինքն եկեղեցու մաքրագործման process-ը դուք կապում եք ինչ-որ կերպով ձեր քաղաքական ակցիայի հետ, որ Ազատության հրապարակում Չէ, մեկը հետ չեմ կապում։ Չնայած իմ համար դրանք ուղիղ կապ ունեցող հարցեր են, բայց ես ընդեղ եմ գտնվել դրա հետ չեմ կապում։ Իսկ Ազատության հրապարակում ձեր ակցիայի միտքը ո՞րն է։ Ազատության հրապարակում գտնվելու ակցիան, այսինքն այդ ակցիան կատարվում է հետևյալ նկատառումով, կարանք ասենք կոչ պահանջ քաղաքական ուժերին, կոչ քաղաքացիներին հետաքրքրված անձանց համախմբվելու սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ։ Այսինքն, երբ որ հաճախ հարց է հնչում, որ օրինակ ես ինքս քաղաքական ուժերին իրավունք եմ վերապրում, հարցը ասում ներողություն, բայց դուք ինչի համար եք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Ու որպես կանոն երկար թվարկվում է այն ինչը որ ինքը արել է, ես էլ մի քիչ իմ կողմից եմ փորձում ավելացնեմ կամ ասում կարամ ավելացնեմ։ Բայց դեռ մեծ հարց առաջան ներողություն, ես կարամ տենց ասեմ, բայց արդյոք քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները, ովքեր հայտ են ներկայացնում իշխանության գալու, իրանք էլ կարան իրանց իշխանության գալու ձգտումը ապահովեն Նիկոլ Փաշինյանի գնալով։ Որտեւ եթե խոսք գնում է Նիկոլը ինչի համար գնա, Փաշինյանը խի գնա, հարցարչան դու ինչի համար ես, չէ՞ ուզում գաս իրա փոխարեն։ Ուստեղ ես հարցնում եմ այն հարցը, որ մեր խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ այն համակարգն է, որի մեջ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անել այն, ինչը որ ինքը այսօր անում է։ Այսինքն կառավարման համակարգի բնույթը այնպիսին է, ով էլ հասնում է իշխանության գլուխ, իշխանության գագաթին, ինքը լայն լիազորություններ է ունենում անելու այն ամեն ինչը, ինչը որ կարանք ասենք ինքը ճիշտ է գտնում կամ, չգիտեմ, տենց է ուզում, կամահաճույքն է իրա, կամ օրինակ իրան թելադրում են, օրինակ մեր նման երկրներում, օրինակ մեր նման երկրի համար ես չեմ բացառում, որ երկրի ղեկավարը կարա որոշակի փուլում, չգիտեմ, ազդեցության տակ ընկնի, կաշառեն իրեն, վախեցնեն, ահաբեկեն, ու այդ պարագայում, երբ որ իշխանությունը նույն հարթության վրա դրվում պետության հետ, օրվա իշխանությունը նույն հարթության վրա դրվում պետության հետ ու օրվա ղեկավարը այդքան մեծ լիազորություններով ու լծակներով աշտված լինում, շատ հեշտ է մի անձին խաղացնելով մի ամբողջ պետություն խաղացնել ու մի անձին հնազանդեցնելով մի ամբողջ պետություն հնազանդեցնել։ Այսինքն ես շեշտս դնում եմ կառավարման համակարգի բնույթը փոխելու վրա, որ մի անձ այսքան մեծ լծակներով աշտված չլինի, այսքան մեծ հնարավորություններ չունենա ու խնդիրը հենց այդ տեսանկյունից եմ նայում, ինչի համար պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացում պետք է լինի նպատակ, ինչպես որ այսօր շատ քաղաքական ուժեր ներկայացնում են, այլ Նիկոլ Փաշինյանի հեռացում պետք է լինի միջոց։ Իրան հեռացնելը ինչին պետք է ծառայի։ Իմ խորին համոզմամբ
շատ քաղաքական ուժեր, չնայած այսօր իրենք էլ են դրա մասին խոսում, որ քաղաքական դաշտը չի առաջարկում հասարակությանը ինչ որ մի բան, որ իրանց հետևից գան, ու ես դրա հետ համաձայն եմ, բայց ներողություն, դուք ոչ թե պետքա բարձրաձայնեք այդ խնդիրը, այլ դուք պետքա առաջարկեք դա։ Ես կարամ բարձրաձայնեմ, որ դուք ինձ չեք առաջարկում, դուք չպիտի բարձրաձայնեք, դուք պետքա այդ խնդիրը լուծած լինեք արդեն, որտեղ մի քանի ամսից ընտրություն է։ Հիմա կան մի քանի խոսույթներ, որոնք իմ կարծիքով խիստ խանգարում են այդ համախմբմանը, որն էլ որպես հետևանք պետք է ունենա Նիկոլի հեռացումը։ Դա Արևմուտք թե Ռուսաստան խոսույթն է, այսինքն երբ որ քաղաքական ուժերը իրենց ողջ խոսակցությունը, իրենց խոսակցության հենասյունը դարձնում են արտաքին քաղաքականությունը, չգիտեմ, որ արտաքին վեկտորի հետ պետք է ավելի լավ մտերմություն ունենանք, որպեսզի երկիրս վիճակից հանենք, կամ չգիտեմ այսօր ինչ-որ տես ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր բալանսավորված քաղաքականության մասին են խոսում։ Իմ խորին համոզմամբ այն ինչը կապված արտաքին հարաբերությունների հետ, մեր պետությունը ում հետ ոնց պետք է ապագայում հնարավոր իշխանափոխությունից հետո հարաբերություններ կազմի, ես կարծում եմ որևէ քաղաքական ուժ չի կարող դրա մասին ասի գալու դեպքում նա ինչ է անելու։ Կարող լինեն պատկերացումներ, օրինակ, ոնց են պատկերացնում իշխանափոխությունից հետո, բայց ինչքանով են դա հիմնավոր, ես մի քիչ վերապահումով եմ մոտենում, որովհետև այսօր կա լուրջ ինֆորմացիայի պակաս այս իշխանության օրոք, թե ինչ ներքին պայմանավորվածություններ ունի, օրինակ Նիկոլ Փաշինյանը, կամ շատ են խոսում, որ Նիկոլ Փաշինյանը դրսի օգնությամբ է եկել իշխանության ու բացարձակ կարևոր չի որ քաղաքական վեկտորի կողմից, ու ես էլ դրա հետ համաձայն եմ իհարկե, իմ կարծիքն էլ է տենց, ով է իրան հովանավորում այսօր, որ նա շատ հարցեր կարողանում է ոնց որ ասում մանիպուլյացիաներով գցել տեղը, եթե կարելի է տենց եթերում արտահայտվել։ Այսինքն, եթե դուք չգիտեք ով է հովանավորում Նիկոլ Փաշինյանին, անկախ նրանից թե դուք այսօր ինչ պատկերացումներ ունեք գալու դեպքում, արդյոք դուք կարողանալու եք ձեր պատկերացումներն իրականացնել։ Պայմանական օրինակ, կան ուժեր, ովքեր կարծում են, որ Ռուսաստանի հետ մենք մեր հարաբերությունները պետք է խորացնենք։ Ներողություն, նույն օրինակը կարող բերեմ արևմտյան երկրների հետ էլ։ Ներողություն, իսկ եթե եկակ պարզվեց, որ օրինակ նույն Ռուսաստանը իր ոչ պակաս ներդրումն է ունեցել այս ամեն ինչի պես, ելնելով իր պետական շահերից։ Ես չեմ դատապարտում էլի, դա չի հարցը։ Այդ բարակայում ինչ է լինելու, փոխելու եք ձեր կարծիքը։ Չգիտեմ ես։ Այլ խոսույթ, նախկին ներկա խոսույթը։ Ինչ է դա նշանակում, ճիշտ ասած չեմ էլ կարող մեկնաբանել, դրա մասին երկար խոսամ։ Այլ ջան, խոսում են դուք նշում եք, որ սահմանադրության փոփոխություն եք ուզում, բայց նաև այսօր տեսնում ենք, որ Թուրքիայի կողմից համար 1 պահանջը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունն է։ Չեք վախենում, որ մարդիկ դա կշփոթեն այն սահմանադրական փոփոխությունների հետ, որը որ պահանջում է նաև իշխանությունը։ Ես ավարտեմ միտքս ու ձեր հարցին պատասխանում, հա։ Եվս երկու ոչ պակաս կարևոր, եթե առավել կարևոր չեն այդ խոսույթները, դրանք հետևյալն են. Նիկոլը վատն է, ես լավն եմ, իրան հեռացրեք ինձ բերեք իշխանության, ու ես լավն եմ, մնացած բոլորը վատն են։ Խոսքը ընդդիմության խոսույթի մասին է, էլի։ Այսինքն այդ 4 խոսույթները ես պատկերացնում եմ խիստ վտանգավոր, խիստ խարխլող, այդ հնարավոր միասնության գաղափարը խարխլող մտքեր, ու ես առաջարկում եմ, որ քաղաքական ուժերը կարող են փորձել համախմբվել, եթե ոչ մի թիմով գոնե գաղափարական իմաստով կամ որոշակի թիմեր կազմելով այդ գաղափարի շուրջ, դա երկրի ներսում խաղի կանոնների փոփոխության հարցն է, որը ես դիտարկում եմ, որ կարելի է իրականացնել միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով, բայց հիմա հետ գալով ձեր հարցին, չեք վախենում, չէ, չեմ վախենում։ Այսօր որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ասի, որ մածունը սպիտակ է, ես զուտ իր կամքին հակառակ գնալու համար չեմ ասելու, որ մածունը սև է։ Այլ հարցը թե ինքը այդ մանիպուլյացիան ոնց է օգտագործում, այսինքն եթե խոսքը գնում է նրա մասին, որ պետք է անկախության հռչակագիրը օրինակ դուրս գա, ես դրա հետ հաշ չեմ։ Այսինքն ես այս վերջերս օրինակ լսում եմ արտարդարության նախարարի խոսքը, եթե չեմ սխալվում, հանրայինի եթերում, երբ որ նա եւս խոսում էր հնարավոր հակակշիռների մեխանիզմների մասին, բայց միևնույն ժամանակ այսօր
լսեցի այդ ասուլիսը չէ իր, երբ որ հարց տվեց իրեն Կարեն Սահակյան, ասեց իսկ ինչ է կարծում միայնային իշխանության մասին Հայաստանում, ասեց Հայաստանում միայնային իշխանություն չկա։ Այսինքն ի սկզբանե իր խնդիրը սահմանադրական փոփոխությունների գնալու ոչ թե կառավարման համակարգ ավելի բարելավելն է, այլ այդ ձեր ասած Թուրքիա կողմից հնարավոր այդ պահանջի իրականացումն է։ Այստեղ ոնց որ ասում է չեն շփոթի թե կշփոթեն ժողովուրդը էլ արդեն կախված է ներկայացնողից։ Այսինքն այդ հարցը ներկայացնողը ինչ ֆոնի վրա ներկայացնում։ Օրինակ ես կասեմ այն մարդկանց հետ ում հետ ես եմ զրուցում հարց առաջանում այն տեսանկյունից, որ տպավորություն առաջանում, որ ես կոչ եմ անում համախմբվել ու այս իշխանություններին սահմանադրական փոփոխությունների պահանջ ներկայացնել։ Բնավ տենց չի, այսինքն ես դիտարկում եմ այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանի հերացումը պետքա պայմանավորված լինի այդ պահանջով, այսինքն քաղաքական ուժերը համախմբվեն, այդ նպատակին հասնելու համար հերացնեն Նիկոլ Փաշինյանին, կազմվի ժամանակավոր կառավարություն, անգամ եթե կառավարությունը ձևավորվում է 26 թվականի հերթական ընտրությունների արդյունքում, ու այդ փոփոխություններն իրականացնելուց հետո կարճ ժամանակ անց 1-1.5 տարվա ընթացքում, եթե հնարավոր ավելի շուտ, կազմակերպել նոր ընտրություններ, այսինքն հետագայում արդեն ձևավորվելիք որևէ իշխանություն կամ կառավարություն արդեն այդքան մեծ լծակներով օժտված չի լինելու։ Այդ պարագայում ես կարծում եմ, որ չի խանգարում ու ճիշտ ներկայացնելու պարագայում մարդիկ չեն մտածի, որ դա ոնց որ նույնն է, ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում։ Ես կարող եմ ասել, որ հանրային տիրույթում որոշակի շարժ այդ ուղղությամբ կա, այսինքն կան քաղաքական գործիչներ, ովքեր այս կամ այն ձևով, այս կամ այն չափով բարձրաձայնում են այդ հարցը, որ երկրում միայնային իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում անում է, ուստեղ միշտ այդ հարցը առաջանում է, երբ որ դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը միայնային է իշխում, երբ որ վաղը դուք կարողանաք գալ իշխանության, դուք օգտվելու եք այդ հնարավորությունից, թե չէ։ Որտեվ նույն այդ քաղաքական ուժերը, ես ոնց որ ասում եմ, չեմ խուսափի ասեմ, իրենք խուսափում են այդ հարցից, իրենց վրա չեն փորձում պատասխանատվություն վերցնեն այդ հարցը հանրայնացնելու ու ին տպավորությունն այնպեսին է, որ այդ քաղաքական ուժերը իրենց հավաքականության մեջ կսկսեն դրանից խոսալ միայն եթե ստիպված լինեն։ Այսինքն, եթե լինի հանրային պահանջ ուղղված իրենց, որ մեզ ոչ թե պետքա Նիկոլի հերացումը, այլ մեզ պետքա Նիկոլի հերացումը զուգորդվի նրանով, որ ձեզանից ով էլ գա, այսքան բան չկարողանա անի։ Վերջը ով էլ գալիս է իշխանության, միջև գալը են, որ շատ գեղեցիկ խոստումներով է գալիս, շատ ազնիվ մղումներով, այդ ազնիվ մղումները շատ գեղեցիկ ձևակերպած է գալիս։ Ամեն դեպքում շատ-շատերի մոտ այդ հարցը կա ու ես այս ժողովրդի այս անվստահությունը, այդ չարչարված 50-60%-ի անվստահությունը կապում եմ հենց այդ մտքի հետ, որ բոլորն էլ նույնն են։ Այդ շատ կարևոր հարց առաջանում, երբ որ մեկ կամ երկու քաղաքական ուժ սկսի դրա մասին խոսել, արդյոք դա արդյունավետ կլինի։ Իմ խորին համոզմամբ ոչ։ Առավելևս դա ավելի վտանգավոր կլինի այդ մի քաղաքական ուժի համար։ Ոստեղ հարցը այն է, որ ամբողջ քաղաքական ընդդիմադիր դաշտը սկսի դրանից խոսել։ Այսինքն լինի որոշակի կոնսենսուս, որ մեզանից ով էլ վաղը իշխանության գա նման փոփոխություն անելու, նոր ընտրություն կազմակերպի։ Ոնց կարելի է դրան հասնել։ Ես ձեր եթերից օգտվելով նաև խնդրեմ լրատվամիջոցներին եւս դրա մասին խոսալ, առավել եւս այն լրատվամիջոցներին, որոնք այս կամ այն ձևով որոշակի վերապահում ունեն այսօրվա իշխանության գործողությունների հետ, ես փորձում նուրբ արտահայտվել էլի։ Այսինքն եթե դուք կարող եք որոշակի վերապահումներով մոտենալ շատ հարցերին, կապված իշխանություն ընդդիմություն այս պայքարի հետ, իմ խորին համոզմամբ կարող եք նաև ոչ թե ինչ-որ մեկի կողմը բռնել, այլ գաղափարական առումով փորձել ընդդիմությանը բերել այդ դաշտ։ Այդ հարցում որևէ մեկը չի կարող բացասական արտահայտվել, անկախ նրանից թե որ քաղաքական ուժը կամ քաղաքական անձերից ով ոնց է պատկերացնում այդ միայնային իշխանության բացառումը, բայց այդ հարցը ինքնին օդի մեջ կա։ Այլ բան, որ իրենք չեն փորձում դա դարձնել առաջնահերթություն ու օրակարգ։ Մեկը ասում է դա ժողովրդին չի համոզի, բայց ներողություն ոչ մեկը ժողովրդի հետ այդ հարցով չի խոսել որպես առաջնահերթություն։ Մեկը ասում է այսօր ունենք անվտանգային հարցեր, ժողովրդին ավելի շատ սոցիալական ու անվտանգային է հետաքրքրում։
ներողություն, բայց իմ համար ամենակարևոր անվտանգային հարցը թե կառավարության շենքում ով է նստած, ի վերջո ինքը կարող է լինի հայրենասեր մարդ, ազնիվ, չգիտեմ, լավագույն որակներով օժտված ու մեզ լավորի տանի, բայց կարա լինի անգամ ավելի վատը, քան օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Սոցիալական հարցերի հետ կապված ոչ մեկ այսօր քաղաքական ուժերից չի կարող օրվա իշխանությանը հաղթել ընտրությունների մասին է խոսքը, խոսելով սոցիալական հարցերից։ Հեռավոր գյուղեր կան, որտեղ երկար տարիներ, տասնամյակներ անգամ մայթ չեն տեսել, այս իշխանության օրոք տեսնում են։ Դե դու կարող ես գնալ այդ գյուղի բնակչին օրինակ համոզել, որ, չգիտեմ, մենք գանք այդ մայթը ավելի կբարեկարգենք։ Ես խիստ կասկածում եմ ու իմ համար միակ հնարավորությունը այս իշխանությունից ազատվելու դա ժողովրդի մեջ արդարության զգացման ներշնչումն է, որ իրանից հետո լինելու է արդար բոլորի համար, անկախ նրանից դու օրվա իշխանություն ես, թե հասարակ քաղաքացի։ Սենց երկու բառով ասած։ Շնորհակալություն Հայկ ջան։ Ձեզ էլ եմ շնորհակալ։